Դեկտեմբերի 3-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ խորհրդակցական հանդիպում Սևան քաղաքի բնակիչների, Սևանի համայնքապետարանի, քաղաքացիական հասարակության, բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ավականու անդամների, տնտեսվարողների, շահագրգիռ անձանց եւ Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի փորձագետների եւ պատասխանատուների միջև։ Հանդիպմանը մասնակցում էին նաեւ կարողությունների զարգացման փորձագետ Լիաննա Հովհաննիսյանը եւ ծրագրի միջազգային փորձագետ Ջոն Գլևսբրուքը, որն ունի ավելի քան 20 տարվա փորձ Արևելյան Եվրոպայի երկրներում թափոնների կառավարման ծրագրի եւ բարեփոխումների իրականացման ոլորտում ներառյալ հաղորդակցման եւ իրազեկման լայնածավալ ծրագրերի ղեկավարման, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ռազմավարական խորհրդատվության տրամադրման։ Ողջունում եւ շնորհավորում եմ Սևանի բնակիչներին, քանի որ մենք եղանք Գեղարքունիքի եւ Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում ընկերությունում եւ ուսումնասիրելով թափոնների տեսակավորման գործընթացը գրանցեցինք, որ Սևանի բնակիչները լավ են տեսակավորում, գրեթե 70% ցուցանիշով։ Սակայն դա բավարար չէ, մենք դեռ անելիքներ ունենք։ Մոտակա 2 տարիների ընթացքում հնարավոր է լինեն ցուցանիշների տատանումներ, սովորաբար ամռանը եւ ձմռանը։ Փորձը ցույց է տալիս, որ ձմռանը մարդիկ ավելի վատ են տեսակավորում, քան ամռանը։ Ես դոնորների հետ դեռ չեմ խոսել, սակայն երբ խոսեմ, անպայման նշելու եմ, որ այս մի քանի ամիսների ցուցանիշները գոհացուցիչ են։ Ծրագրի իրականացման համար շատ կարևոր է հասկանալ, որ արդյոք դոներները, բարերարը գոնե ինչ-որ չափով գոհ ծրագրի իրականացումից, տեմպերից եւ այլն, կամ նույնիսկ շեշտեցիք, որ գնացել եք Լենթվիլ, այնտեղ տեսել եք, որ արդեն հավաքված աղբ կա, աղբի մաքրության մասին խոսքը գնաց, դա ինչ չափով է կուզենայի լսել կամ ձեզանից մեկից, եթե այո, գոնե հասկանանք, որ քաղաքը ինչ-որ չափով իր առջև դրած գործողությունները կատարել։ Խորհրդակցական հանդիպման ընթացքում Հարություն Ալպետյանը ներկայացրեց ոչ միայն ծրագրի մանրամասներ, այլ նաև խոսեց այլ թափոնների տեսակավորումից։ Փաստը, որ այսօր Սևանը տեսակավորում է, եւ այն փաստը, որ այսօր այդ մարզային օպերատորի կայանում փորձել ցույց տալ, էլի, մատուր տեսակավորված թափոնը այդքան հավաքված մեզ շատ մեծ առավելություն է տալիս, որ օրինակ դոնոր համայնքի կամ ֆինանսավորող կազմակերպությունների մոտ շատ ավելի հիմնավոր բան ունենք, որ տեսեք, որ այս բանը աշխատում է Սևանում, մենք սա ուզում ենք ընդհանրացնել 16 համայնքների վրա եւ ընդլայնել սա դառնա մի հատ օրինակելի ծրագիր, ոնց որ մարզային օպերատոր, որը լրիվ կփոխի թափոնների կառավարման տրամաբանությունը երկրում։ Ու հավատացեք, տեսակավորումը ոչ միայն պլաստիկի մասին է, այլ ամեն ինչի։ Ցանկացած թափոն օգտագործելի է դառնում, եթե ինքը տեսակավորվում է, այդ թվում նաև շինարարական։ Հանդիպմանը հնչեցին նաև հարցեր, որոնց ծրագրի պատասխանատուները անդրադարձան շատ մանրամասնորեն եւ տվեցին հիմնավոր պատասխաններ։ Սևանը շարունակելու է տեսակավորել, ինչը լավ փորձ է նաև մյուս համայնքների համար, նշեցին ծրագրի պատասխանատուները։ Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող եւ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն ծրագրի եւ Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ Սևան քաղաքում 2025 թվականի հուլիսին ներդրվեց սկզբնաղբյուրում թափոնների տեսակավորման նոր համակարգը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Հովհաննիսյան, Սևանի STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։